հիմա եկեք իմ կարծիքները խորացնեմ։ Ասում են, թեզ է նետվում հրապարակ, որ 2015 թվականի սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի հագով։ Նախ ես ստորեն դատապարտում եմ այս լեքսիկոն, սահմանադրության վերաբերյալ չի կարելի այսպիսի բառերով խոսել, բայց հիմա եկեք նայենք, Սերժ Սարգսյանը ունի բարձրագույն կրթություն, այո ունի, իսկ այդ պահին մինչև 15 թվականը պատգամավորի համար նախատեսված էր բարձրագույն կրթության պարտադիր ցենզ, թե ոչ նախատեսված էր, իսկ վարչապետի համար նախատեսված էր, որովհետև վարչապետը բավարարում է պատգամավորի պահանջը, իսկ պատգամավորը պետք է ունենար բարձրագույն կրթություն։ 15 թվականի սահմանադրությամբ վարչապետը այլևս չպետք է ունենա բարձրագույն կրթություն։ Նախարարը պետք է ունենա, վարչապետը չպետք է ունենա։ Հիմա փաստարկ երկու, լավ սա Սերժ Սարգսյանի համար էր, թե օրինակ մի քիչ դրանից մի որոշ ժամանակ առաջ Թող միջավայր չասել, թե դրանից որ մի որոշ ժամանակ առաջ համաներումով ազատ արծել։ Ահա, այսինքն եկանք երկրորդ level ժողովուրդ։ Հիմա շատ կարևոր է սա, այսինքն լեգենդը տեսեք ոնց անում։ Այս սրան բերին հատուկ իրատակ գծեցին բան ամնիստիա դուրս թողեցին հիմա պիտի ասում է շատ է խոսում ասում ես բան եմ սահմանադրության հանդեպ տենց բառամթերք սահմանադրության մաման լացացնում է բայց ասում սահմանադրության հանդեպ տենց որ կարվել է բան եկեք տենց լեքսիկոն չօգտագործենք ինքը տենց իրավագիտական երևի տենց կոռեկտության մեջ էլ որ եկեք բայց տեղում մաման լացացնում է հիմա տեսեք ասում է 2005 թվականի 2005 թվականի սահմանադրության մեջ եղել է ցենզ, որտեղ նախատեսված է եղել պատգամավորի եւ վարչապետի համար բարձրագույն կրթության ցենզ։ Այո, հիմա ասում է 15 թվականին փոխին է ասում։ Այդ կետը հանեցին, իսկ ասում է, եթե Սերժ Սարգսյանի համար էր դա արվում, Սերժ Սարգսյանը բարձրագույն կրթություն ունեցող մարդ է, ինչի՞ պիտի Սերժ Սարգսյանի համար, որտեղ ակնհայտ է, որ արվում է ինչ որ մեկի համար, ով որ չունի բարձրագույն կրթություն։ Իսկ ով է այդ երջանիկը, որը չունի, բայց ուզում է դառնալ վարչապետ ու լիքը մարդել իրան հեսա բրթում է երրորդ նախագահի գլխավորությամբ։ Ով է այդ մարդը։ Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա մարդը որ լսում ասում ախպեր։ Հայելի։ Որը բթխիբի թե Սերժ Սարգսյանը իսկական ունի բարձրագույն կրթություն։ Մենք գիտենք, որ իր քաղաքական թիմներն նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները, բայց ինչի՞ համար էին հանում այդ բարձրագույն կրթությունը։ Հիմա ժողովուրդ ջան, պարզ հարց էս բարդ իր պատմած պատմությունից։ Ուրեմն երբևէ սահմանադրության մեջ չի եղել ցենզ բարձրագույն կրթության պատգամավորի վարչապետի անգամ այն իրա հետո ասած նախարարի համար։ Այսինքն միշտ բոլոր սահմանադրություններում, ու դա ես չեմ ասում, դա ասում է սահմանադրության հեղինակներից մեկը, երբևէ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի ենթադրել ցենզ բարձրագույն կրթություն ունենալու։ Պատգամավորի համար, վարչապետի համար, չգիտեմ, այդտեղ նախարարի համար առ այսօր էլ դա չկա, այն որ ինքը ասում է հիմա նախարարը կանի չկա։ Ու չի եղել, ախպեր, որ դու ցես փաստաբան, քեզ փաստերը բան անում։ Որ դու ցես վերցրել, Կոչուբաև, քեզ հարցնում եմ։ Հələ մի կգաս մեր մոտ եթեր չես գա, քեզ պարզ ասում եմ, որտեղից ես վերցրել տեղեկությունը, դու փաստաբան ես։ Որ Հայաստանի սահմանադրությունը միջև 15 թվականի, որը եղել է միջև որևէ իր խմբագրությամբ կամ ուղումներով կամ միջև դա առաջինից միջև 2015 թվական։ Որտեղ ես տեսել, բեր մի հատ փաստ, որ ունեցել է ցենզ, տարիքի ցենզ ունեցել է, հարց չկա։ Տարիքի ցենզ չի կարելների ցենզ ունեցել է, հետո ավելացել է ձեռնարկատիրական գործունեությունը։ Այո, որոշ ցենզեր կա։ Բարձրագույն կրթության ցենզ, որով դու բերում մանիպուլացնում ես Նիկոլի այդ թերուս լինելը, որ հատուկ էտի հանը, արա եկա փաստորեն սահմանադրությունն են փոխել, որ այս արա ավելի հեշտ չէ այդ ապուշին դիպլոմ տային են թվերին։ Թե դիպլոմ ուրեմն չեն տվել, հետո անգել են կրակը դրա ձեռը։ Ու հիմա մտածել են, թե Կոչուբայևն է գա բացահայտի էտի։ Արա պետք է փոխենք, նստել մտածել են իրան բերողները, ասել ախպեր ինչ անենք։ Երկու տարբերակ կա, կամ հետ ուղարկենք թող սովորի էս Նիկոլը, բայց դեռ չի կարում, արա, չի կարում սովորի։ Լիկվիդները չեն կարող ասել։ Չի կարում, ավելի լավ է, բեր գիտես ինչ անենք։ Արա բեր փոխենք այս համանadությունը, թող հիմի ուրիշ ձև լինի։ Թող падգամավոր բան բոլորն էլ ով ուզում է դառնա բարձրագույն կրթության թեմա չլինի։ Մեկը կողքցես ախպեր, բայց միշտ այդ ձև եղել, հա։ Հա։ Ուրեմն վсё ախպեր։ Չփոխենք։ Վсё, չփոխենք ուրեմն, ոնց կա թոմնա, տոշնիա։ Ու լուրջ դեմքով դու սա ասում ես, ընկեր ջան, արա ամոթ չի։
Հալավ լուրջ ամոթ չի։ Ես ալնելով նորից ասեմ, էլի կրթությամբ քաղաքագետ, իմ մագիստրոսական թեզը սահմանադրությունների կիսանախագահական համակարգերի համեմատական վերլուծությունն է եղել Վրաստանի ու Հայաստանի օրինակով։ Արա սա ես գիտեի, գիտես։ Ամոթ չի, բա դու իրավաբան մարդ ես։ Բալա ոնց են քեզ թողել եթեր, մոնտաժն արել, նայել, հետո ինչ են մտածել այդ մարդիկ։ Լավ, սա ինչով է տարբերվում նիկոլական ստից։ Էս սուտը։ Ինչով է տարբերվում Նիկոլի ստից, ով կարա ինձ բացատրի։ Շորջ ջան, հիմա մենք լրիվ օբյեկտիվ դրել քննարկում ենք։ Հիմա մետ ասեք, էլի ինչով է տարբերվում այս սուտը, ասենց լուրջ դեմքով ասելը, բացարձակ սուտը։ Այն ստից որ Նիկոլ Լահելն էլ ասում էր, որ օրինակ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։ Ինչով է էլի տարբերվում։ Մի բանով, ընդհանրապես Նիկոլը երկիրն է հանձնում այդ ստերով։ Սրանք երրորդ նախագահին են փորձում երկիրը հանձնող դարձնել այս ստերով։ Նու իմ կարծիքով բարոյական առումով երկուսն են նույն բանն է։ Ստեղ ուղակի հստակեցման համար կարդամ, որպեսզի դա մենք ասեցինք, մոտես բառացի ոնց եղա, նաև կարդամ 1995 թվականի սահմանադրության սկզբնական տեքստը եւ 2005 թվականի սահմանադրության փոփոխությունները բարձրագույն կրթության պահանջ չեն սահմանել ոչ վարչապետի, ոչ ազգային ժողովի падգամավորի համար։ Ըստ 1995 թվականի սահմանադրության սկզբնական տեքստի 64-րդ հոդվածի, падգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում հանրապետությունում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ 2005 թվականի այս դրույթը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ընտրական իրավունքի վերաբերող 95 եւ 2005 թվականների սահմանադրական կարգավորումները եւս падգամավորի համար բարձրագույն կրթություն ունելու պահանջ չեն պարունակել։ Կոչուբաև չեն, արա որտե՞ս դու էդի կարդացել, ինձ հետաքրիր է, եթե դու միտումնավոր չես խափում։ Որն է եղել քո աղբյուրը։ Մի հատ այդ որ ասես փաստերով խոսենք, հետո ասում է, թե չեն ուզում թող ասեն Կոչուբաևը խափում է։ Պետքա դիմենք Գագիկ Ղազինյանին սրան իրավաբանական դիպլոմ տալուց առաջ ստացած քննությունների արդյունքները ստանալու։ Ուրեմն ասում եմ, դու ստում ես։ Որտեվ դու ես ասում, ասես եթե բան ասեք ստում եմ։ Կարող եք ասի Կոչուբաևը սուտ է ասում։ Հա։ Սուտ ես ասում, ախպեր, այդտենց բան չկա, խոսացել ենք այդ հղումը ում վրա տալիս ես, դրա հեղինակի հետ ախպեր։ Մարդ ասում է, կյանքում չի եղել, տվել է հեսա, հանել ենք փաստաթուղթ, որով սաղ նայել ենք, գրած է մանրամասն ինչ ցենզուրա եղել, որևէ տեղ պետի տրամաբանական էլ անգեր որ չի կարա լինի։ Այսինքն ակնհայտ է, չէ՞ որ չի կարա։ Ոչ թե չի կարա, այո, ցանկալի է որ վարչապետ ունենա բարձրագույն կրթություն, որ բան իմաց մարդ լինի, բայց եթե դու սահմանափակություն ես, սահմանափակում ես նում, դա ժողովրդավարության հետ ինչ որ պրոբլեմ է տալի, որ ինչի, որովհետև իշխանությունը կարա ցանկացած, բայց չթողի որ իր անդիմադիրները դիպլոմ ստանան։ Այո, որ հետագա տես ոնց բացի դրանից էլ ասեն, կարող է մարդը ասում ախպեր, ես համարում եմ որ այս մարդը պետք է լինի, վсё։ Ես համարում եմ որ ինքը պետք է լինի, մարդը հայրենասեր մարդ է, ես իմ չգիտեմ, ասենք ինքը դու իրանց սահմանափակում ես ինչ որ բանով։ Ամեն դեպքում կարարալներ, չէր կարարալներ, դու քանի տեղ բորշում ես տեղ։ Նախ ասում ես նախարարին թողել են որ այդ ցենզը, բայց վարչապետ падգամավորից հանել են։ Մանիպուլյացիայի աստիճան, այսինքն չէին պատրաստում Նիկոլին էլի որպես նախարար, պատրաստում էին պրամոյ որպես վարչապետ։ Իրականում ժողովուրդ ջան, փաստ է, որ չի եղել այտենց ցենզ, բարձրագույն կրթության ցենզ չի եղել։ Падգամավորի, վարչապետի, նախարարի համար առ այսօր չկա, որևէ տարի չի եղել։ Սա խնդրում եմ ֆիքսեք, որ այս տղան խափում է։ Ու էլի քանի տեղ այնց բաներ է խափել, դուք հեսա հերթով կտեսնեք ու ստիպված ենք, ասենց ես հասկանում եմ, որոշ դինամիկայի խնդիր է։ Շատ կարևոր է, որ բրատ, շատ կարևոր է սա, որտեվ սրա վրա է ամբողջությամբ հենված։ Երկրորդ նախագահի թիմակիցների, երրորդ նախագահին մեղադրանքները, այս ամեն ինչի վրա է հիմնված։ Այս մարդկանց այս հիմարությունները պատմում են, է։ Իդեպ ասեմ, մարդիկ լինեն, որ հավատան։ Ես որտեվ տեսել եմ, մի մոտ մարդիկ կան կիսվել են, ասում են ախպեր, օրինակ Կոչուբաևը, ինչ փաստարկված, ուր արա փաստարկված։ Ասում եմ ես ձեզ, հենց հիմա վաղը Կոչուբաևը, եթե կարա, բերի լեգիտիմ որևէ փաստ իր ասացի, որ եղել է երբևէ սահմանության մեջ ցենզ բարձրագույն կրթության, որը հետո հանվել է իբր Նիկոլին վարչապետ սարքելու համար, դա եկանել չի։ Բեր այդ քո ասացի լեգիտիմ հիմքը, դու իրավաբան ես, ես իրավաբան չեմ։ Դու բան արիր նոր սախ իրավական Արա ստուգաբանի էլի են սկզբունքի նման իրավաբանությունը ինչո ինչ բառ է։ Չէ, փաստաբանությունը։ Փաստերը բանանող էլի ես դեպքում։ Փաստը դրել է, բայց իրավիղը հասկացել, ու բանը հասկացել։ Փաստի բան չի կարելի անել, բրատ։ Չի կարելի ապես sense անել, հեսա էսիլը քո մասնագիտական դաշտում ենք, ես որ գնանք բյուջեի հետ ինչ ես խոսացել, արա բյուջեի բասի որ դու ցես դավ դու երկրորդ նախագահ տեսել, արա դու ինչ ես խոսում։ Ասենք երկրորդ նախագահին որ գնաս, ասես, պարոն նախագահ, երեք հարցազրույց է դետալի, ասեցի գիտեք, չէ՞ որ 300,000 բյուջեով երկիրը վեկալեք 3 միլիարդով տվել եք։
Կտա գլխի տարա մի բանով իմ ջոգելով։ Չէ, հենց էլ մեծ բերանով ասում է, որ ինքը երկրորդ նախագահի քաղաքական թիմի անդամ է։ Ողբեր ես կասկածում եմ որ նա կարծում։ Դե բա փաստը մարդը 5-րդ տալիքնում նայ ախպեր ջան, Ինձ դա թվում է- հաղորդավարը նայ ոնց է պասերը վեկալում տալիս։ Այսպես կոչված ճակերտավոր հեղափոխություն, արա սա ամեն առումով եք բան։ Ինչևէ, հիմա տեսեք Ժորժ ջան, էլի ստեղ ստիպված ենք, էլի ես չգիտեմ որքանով ասա դիտարժան բան, էլի կներեք, եթե այս ձևաչափը կարա որոշակի դինամիկայի խնդիր առաջացնի, բայց մեզ շատ կարևոր է, որպեսզի ինքը փաստագրական ճիշտ լինի։ Հիմա տեսեք, այսինքն գալիս ենք միֆը, հա, ոնց սկսեց։ Միֆը սկսեց, որ Իրան հատուկ ազատել են, հատուկ իր համար գրել են նոր ամնիստիայի ձև, Որը երկուստ է սուտ է։ այո, որը սուտ է, տեսեք, սուտ է։ Մենք ցույց տվեցինք, որ տեսբան չկա, ասում եմ միշտ 5 տարի եղե, այս դեպքում 8 են սարքե, ցույց տվեցինք, որ 7 դեպքերում 10 է եղե, որ երկու անգամ է իրա վրա կիրառվել, հետո ասում էր, որ ուրեմն երկրորդ դատվածություն, բան ցույց տվին, որ այն առաջինը չի համարվել դատվածություն եւ այլն։ Այդ մի իրա ֆունդամենտալ խոսքը, որի վրա ինքը կառուցում է այդ միֆը, քանդվավ։ Երկրորդը ասում է բարձրագույն կրթություն, որը քանդվավ, սուտ է ասում, ես պաշտոնապես ասում եմ, ու չի կարա ինքը հակադարձի ինձ որևէ փաստով, Հայաստանի Հանրապետության որևէ տարի սահմանադրությունը չի ենթադրել բարձրագույն կրթության ցենզ падգամավորի վարչապետի նախարարի համար։ Առ այսօր նման բան գոյություն չունի։ Էսի երկրորդը։ Հիմա գանք երրորդը, նայեք, ինքը ինչ անում, ինքը sense պուճուր մուտիտներով բերում է մի հատ ինչ որ մեծ մուտիտի է հանգում, հա։ Հիմա գալիս ենք մյուսը։ Չգիտեմ որ ողից, հա։ Իդեպ ներողություն, ես հատուկ այս ներողություն վեկտաբացությունները կարելի է չկարդալ, բայց հատուկ ասեմ, դուր ասում եք հիմա մենք ուրիշ խնդիր ունենք, ես ինչ եք անում բանման, այդ գնացեք, այսինքն ստեր խոսացողների տակ գրեք։ Ու այդ պատասխանատուներին մեդիա ասեք, որոնք բերում են առանց ամաչելու, այսինքն խայտարակություն են դնում իրանց մոտ։ Այսինքն խայտարակություն են դնում։ Մեզ չփորձվի մեկը սրա տակ գրի, բա հիմա սրա ժամանակներ, այո, հիմա սրա ժամանակներ։ Ու հետաքրքիր չի բարի գիշեր։ Ու հետաքրքիր չի, գնացեք նայեք 5-րդ տալիքի հյուրերին։ Ասենք մարդիկ դնեն այսքան 7-8 տարի պայքարեն, մեկը հելնի ասի դուք եք Նիկոլին բերե, մեզ էլ այդ մարդկանց մի շարք մարդիկ, այդ թվում երրորդ նախագահի հանդեպ մեծ հարգանքով, մենք պետք է թողենք այս սրանք sense բաներ խոսան, լիքը մարդ էլ հավատա, վաղ ասենք ախպեր դու ապուշ չես, ասի ինգեր բախի չեք արձագանքում։ Կոչուբաևը հենա ասել էր։ Ու հետաքրքիր չի հաջողություն։ Դալշը գնացինք։ Մաներ անպազատ